Գրեթե 4 տարի է ներքին հանդը երեք կողմից շրջափակած են պահում ադրբեջանցիները։ Գյուղի խմելու ջրի աղբյուրի ակունքը, եկեղեցին, գերեզմանատունը 240 հեկտար տարածք ադրբեջանցիներն օկուպացրել են 2021-ի 22-ի մարտերից հետո։ Որդիների շիրիմներին չեն կարողանում ծաղիկ դնել ներքին հանդեցիները։ Մեր պոստանել է գերեզմանից ներքին, իրենցնել վերևն է գերեզման, չեն կարողանում գնանք, մենք իրավունք չունենք, մենք որ գնանք ականապատված է, կարող է ականներ լինի, ոչ թե կարող է դրացել։ Նոր հանգուցյալներին հողին են հանձնում Ծավ գետի ափին։ Մի օր գյուղի գերեզմանոցում վերահուղարկավորելու հույսով, ասում են գյուղացիները։ Մի մասին էլ թաղում են գյուղից 20 կիլոմետր հեռու, Կապանի գերեզմանոցում։ Որն էլ բահանում է, ժամանակավորակապես մեկին բերել են գետի ափին թաղել, իսկ ով հնարավորություն չուներ, բերել աղապան։ Իրաց են նորը պտի վերցնի կամ էլ հարազատի մոտ թաղելա, որ հետո հանի տան։ Այսինքն, որ ասում ենք խաղաղությունը կա թե չկա, սրա մասին է, որովհետև Խաղաղություն է ներքին հանդում, հայրենակիցներին հավատացնում է Փաշինյանը, ու դրա ապացույցն է, որ ծնողները խնդրել են գյուղում խաղահրապարակ սարքել երեխաների համար։ Պարզա, որ սահմանազատում արված չի այնտեղ եւ այլն, պարզա, որ հարցեր կան։ Եթե դեռ սահմանազատված չէ Սյունիքի այդ գյուղը, եթե խոսք չկա, որ ադրբեջանցիները դուրս են գալու մեր հողերից։ Ինչպես է հպարտությամբ հայտարարում Նիկոլ Փաշինյանը խաղահրապարակ սարքելու մասին։ Զարմանում է 2024-ի փետրվարին ներքին հանդում զոհված Հրաչյա Հովհաննիսյանի եղբայրը։ Ինքն էլ է կռվել գյուղի պաշտպանության համար։ Ինչպես կարելի է գնալ ջունգլի եւ առյուծի բնի մոտ փասուրել ոնց որ ասեն ինչ-որ մի հատ բան սարքել։ Բաց կարելի է։ Ինչ է դա նշանակում։ Որ ցանկը դա դրպեն նրանք խփեն։ 2022-ի երրորդյա մարտերից հետո ներքին հանդի դպրոցը ադրբեջանական նշանառության տակ է։ Գյուղում 12 դիր գրաված ադրբեջանցիները անցած տարի քանդել են ներքին հանդի հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանն ու դրա տեղում զորանոց կառուցել։ Ադրբեջանցիների վերահսկողության տակ է նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը։ Տեղից հեռու գնան, որ մենք կարողանանք մոտիկանանք մեր դաշտերին։ Ճիշտ է, մենք չենք մշակում ոչ մի բան։ Դա ականապատված տարածք է, ցավոք։ Ակբետ հետո սանդատեն մեջ չի թողնի, որ մտնենք, ասմա իրավունք չունենք։ Հավատում է Փաշինյանի խաղաղությանն այս տղամարդը ու կապ չունի, որ ադրբեջանական դրոշներ են տնկված իր տան դիմաց։ Տեսնում է, թե ինչպես են ադրբեջանցիները հատում գյուղի անտառները, ամրացնելով դիրքերը։ Եվրամիությունից գալիս են նկարումներ են անում վերևներում, որ այդ գերեզմանոցի հարցը ուզում են լուծել։ Մի հատ ընթացտան, որ գյուղացիք գնան, դա մի քիչ բաց ընկերա, չգիտեք ոնց կլինի, բայց ասում են կլինի տաղիշի։ Հեռադիտակներով իրենց գյուղի տարածքում շրջող եվրոպացիների հետ է հույս կապում այս տղամարդը։ Սա շատ խորհրդանշական է, Շատ խորհրդանշական է ներքին հանդեցիների հույսը ըստ Նիկոլ Փաշինյանի։ Գահանա Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։